Ուզում եմ միտեղ կարդամ, հետո կշարունակեմ իմ խոսքը։ Գործք Առաքելոց 12-րդ գլուխ։ Առաջի խոսքից եմ ուզում կարդալ, ասում այն ժամանակ Հերովդես թագավորը սկսեց եկեղեցին մի քանները ճարճարել։ Հովհաննեսի եղբայրը Հակոբոսը սրով սպանեց, տեսնելով որ հրեաներին հաճելի է, Պետրոսին էլ բռնեց բաղարջակերած օրերին։ Ինչն է հետաքրքիր։ Պատկերացնում եք մի անձնավորություն, մեկին սպանում է, ասում է լավ, ժողովրդի դուրն եկավ։ Կարա մի քանիսին էլ վնաս է, մեկը դուրները գալիս է։ Ու վերցնում է Պետրոսին, դնում է բանտ։ Պետրոսը եկեղեցու հովիվներ։ Վերցրեց, դրեց բանտ։ Ուզում եմ մի փոքր ավելի ուշադիր սկսես լսել։ Երբ նրան բռնեց, բանտը դրեց, 4 կարգ 4-ական զինվորների հանձնեց։ Կարող ես ուշադիր լսել 4 կարգ 4-ական զինվորների։ Ըստ քեզ քանի զինվոր եղավ։ 16։ Հիմա նայեք։ Ես մտածում եմ, այս կյանքում կամ այս աշխարհում 16 ոստիկանի հանձնում են մեկ բանտարկյալի, գիտեք ամենակիչը այդ բանտարկյալը պետքա հիմա չգիտեմ, բայց այն ժամանակ են անցած կյանքում, որ գիտեի օրենքները, պետքա 99-ի պրիմ հոդվածով դատված լիներ, որ այդքան մարդ դնեն իր կողքը, այսինքն այդ կարգի պետք է ինքը վտանգավոր անձնավորություն լիներ։ Եվ պատկերացնում եք 16 հոգի, դա շարունակում ենք տեսեք քանի հոգի էր Պետրոսին ըսկում։ 4 կարգ 4-ական զինվորների հանձնեց, որպեսզի պահեն եւ ուզում էր զատկից հետո ժողովրդին հանել։ Եվ Պետրոսը բանտի մեջ պահված էր, բայց եկեղեցին նրա համար անդադար, ասա անդադար, աղոթք էր անում։ Նորից եմ ուզում հետ վերադառնամ։ Պետրոսին բռնում է, դնում են բանտը, 4 կարգ 4-ական զինվորների հանձնեց, որպեսզի նրան պահեն։ Գիտեք, ինչն ամենահետաքրքիր է այստեղ, որ շատ անգամ քրիստոնյաները իրանք չեն կարողանում հասկանալ, որ երբ որ իրանք լցված են Աստծով, Աստծո հոգով, իրանք ամենամեծ վտանգն են ներկայացնում դժոխքի համար։ Ու երբ որ դուգնում ես դեպի ձեռը, վայ, ինչքան հնարավորություն կա քեզի կողքերդ իր ճուտիկ բուլիկներին դնում, որպեսզի քեզ պահեն, որ հանգարտ ու տեղից չշարժվես։ Բայց գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ ասում է եկեղեցին անդադար աղոթում էր։ Եկեք շարունակենք, հետո նորից հետ կգամ։ Ասում է Հերովդեսը ուզում էր հաջորդ օրը դուրս բերել, բայց այն գիշերը այդ 4 անգամ 4 հոգից բացի, հիմա նայեք, այդ գիշերը Պետրոսը 2 զինվորների մեջտեղ քնած էր, կրկնակի շղթաներ կապած։ Այդքանը քիչ էին։ 2 հոգի էլ երևի մեկը աջ կողմը, մեկը ձախ կողմն էին դրել։ Ու կրկնակի շղթա էին դրել վրան։ Սա գիտեք ինչ է նշանակում, որ իրանք վախեցած էին։ Իրանք վախեցած էին։ Բայց չեն մոռանում, որ եկեղեցին անդադար աղոթում էր։ Հետո ասма պահապաներն էլ քանի հոգի չգրած չի։ Դրան արջև արդեն դուրսը բանտը հսկում էին։ Ես մտածում եմ, սա երևակայի terrorist պետք է լիներ Պետրոսը։ Կամ չգիտեմ, միջազգային ասպարեզի հետ կապված, ես իմ ինչպիսի հանցագործ պետք է լիներ, որ այսքան մարդ դնեն մի հոգի պահելու համար։ 16 հոգի անցան, 2 հոգի ներսն էին ու քանի հոգի էլ դրսում էին գրած չի։ Այդքան մարդ հսկում էր մի հոգու, որովհետև այդ մի հոգին այնպիսի մարդ էր, որ դժոխքի դռները ասում չեն հաղթելու։ Այն եկեղեցին, որը որ ես կառուցելու եմ, եւ այդ վեմը լինելու ես դու։ Ամեն։ Գիտեք ինչ է հետաքրքիր։
որ շատ անգամ քրիստոնյաներին համոզում են, որ դու ոչ մի բան ես, դու բանի պետք չես, դու կարաս ես մեղ կգործես, մեղ կգործես, եւ գիտեք ինչ, Աստծուց հեռանաս։ Եկեք շարունակենք։ Հանկարծ Տիրոջ հրեշտակը եկավ կողը կանգնեց, տան մեջ լույս ծագեց։ Հրեշտակը Պետրոսի կողը խթելով արտացրեց նրան ու ասեց. շուտով հերի։ Պետրոսը գիտեք անուշ քնած էր։ Երևի մտածում եմ սպասում էր առավոտը, որ պետք է ելնեն, ինքը տեսել էր ոնց է Հովհաննեսի գլուխը կտրել։ Հակոբոսի, Հովհաննեսի եղբայր Հակոբոսը։ Ոնց են գլուխը կտրել։ Ինքը տեսել էր դա։ Եվ գուցե սպասում էր, որ առավոտ հերթ իրաննա։ Ու հանգիստ քնած է, ասում եք այդ հալու եմ տուն։ Հրեշտակը գալիս մը տուն գնալու վաղտը չի վերկացել, այնքան բան տի անես։ Գիտեք, ինչ են շատ անգամ քրիստոնյաները տես մտածում, որ այս տուն գնալու ժամանակն է։ Այնքան գործ կանելու։ Նայեք ինչ ասում, հրեշտակը ասեց նրան, գոտիդ կապիր հողաթափերը թակիր։ Քանիսը գոտի ունեք։ 1, 2, 3, 4, 5, վաու, 6, մնացածը գոտի չունեն։ Լավ։ Ըստ ձեզ գոտին որտեղ եք կապում։ Մեջքին, գոտկատեղին, ըստ ձեզ գոտին որտեղ եք կապում։ Շալվարի վրա, այո, հանդերձի վրա։ Բայց չի ասում, նայեք, ինչ հետաքրքիր։ Ասում է գոտիդ կապիր, հողաթափերը թակիր։ Նա էլ այնպես անեց, հրեշտակը ասեց, հանդերձ տել վրա տար։ Գոտին կապել տվեց, կոշիկները հագցրեց, հետո նոր ասեց շորերը թակի։ Բայց իրական կյանքում այդպես չի լինում, եթե դուք նայեք հրեական հագուստները, իրանք սա հագնում են, ասես վերջում փաթաթում են, իրանք գոտին էլ կապում են։ Ամենադրսումը։ Բայց ասում է հել գոտիդ կապի, հողաթափերը թակի, հետո նոր հանդերձները թակի։ Բայց չենք մոռանում, չէ՞ որ եկեղեցին անդադար աղոթում էր։ Եվ գիտեք իմ թեմայի վերագիրը ինչպեսին է։ Աղոթքի զորությունը։ Բանտի մեջ էր։ Եկեղեցին աղոթում էր։ Ու հրեշտակն եկավ։ Գիտեք, գուցե ես մտածում եմ այսպես գրած չի, սա իմ կարծիքն է։ Կամ այն մարդիկ որ կլսեք, իրականում դա իմ կարծիքն է։ Այդպես գրված չի։ Եկեղեցին աղոթում էր, երկինքը դղրդում էր այդ աղոթքից։ Եվ այն ասաց, լսեք, հայ հրեշտակ։ Գնա Պետրոսին հանի, ես ինչ են անում։ Գնա Պետրոսին հանի, երկինքը հեսա քանդում են ժողովուրդը իրանց աղոթներով։ Ու չէին մլավում, աղոթում էին։ Եվ Պետրոսին ասեց հել գոտիդ կապի հողաթափերը թակի, այնպես էլ նա էլ այնպես արեց, հրեշտակ ասեց հանդերձդ վրա տար ու արի իմ հետևից։ Նա էլ հելելով նրա հետևից էր գնում, բայց չէր իմանում թե այն հրեշտակի արածը իրական է, հապա կարծում էր թե տեսիլք է տեսնում։ Երբ նրանք առաջին ու երկրորդ պահապաններից անցան, եկան մինչև երկաթի դուռը։ Երբևիցե մտածել եք, որտեղ է երկաթի դուռ դնում։ Բերդում էլ որտեղ։ Տանը մուտքի դուռը։ Ինչ է երկաթի դուռ դնում։ Որ ապահով լինի։ Բանկերում, հա։ Գիտեք, երկաթի դուռ դնում են այն տների վրա, որը որ մեջը ինչ-որ բան կա տանելու։ Եվ որ տունը բան չկա տանելու, պետք է դուռ այս տանեն որ։ Ասում եմ լավ է, որ գաք տանենք ավելի լավ, կպրծնենք այդ ապրանքներից։ Լավ, դա մի քիչ հումոր էր, անցնենք առաջ։ Ասում եմ, երբ նրանք առաջի երկրորդ դռնից պահապաններից անցան, եկան մինչև երկաթի դուռը։ Գիտեք, պահապանները կանգնած են, բայց իրենք իրենց մոտով անցնում են, ոչ մեկ չի տեսնում։ Շարունակություն ինչ ասում Տիրոջ խոսքը։ Եվ ասում է դուռը, այս բոլորը ինչ որ շեշտում ուշադիր դարձեք, որ հետ են գնալու նորից։ Ինքն իրան բացվեց, որը հանում էր քաղաքի մեջ։ Քաղաքի մեջ էր հանում։ Ինքն իրան բացվեց։ Նա ելելով փողոց անցավ,
հրեշտակը իսկույն նրանից զատվեց։ Աղոթքի զորությունը։ Նայեք, շատ անգամ ինչի համար է սատանան շեշտը դնում այն քրիստոնյաների վրա, որպեսզի իրենք աղոթքի մեջ չլինեն, իրենք չգիտակցեն աղոթքի զորությունը։ Ես չեմ խոսում շատախոսելու զորությունը, ես խոսում եմ աղոթքի զորությունը, որտեղ շատախոսելու եւ աղոթքի մեջ սարսափելի տարբերություն կա, որտեղ Հիսուսն ասեց՝ մի շատախոսեք աղոթքի մեջ, բայց եւ ասում է անդադար աղոթք արեք։ Գիտեք, մենք պետք է տարանջատենք որն է աղոթքը, որն է շատախոսությունը։ Որտեղ շատ անգամ մարդիկ ինչ են անում, կանգնում են ու օրինակ հիմար 1 ժամ կարող են ճոճվելով բառեր ասել, նախադասություններ ասել, կյանքեր պատմել։ Բայց գիտեք, այդ աղոթքը հելում հասնում է պատալոգին, դնում է վերերքև։ Գիտեք, ես կարդում եմ Սմիթի Գիսորտի մասին պատմությունը, եւ որ ինքը գալիս է տուն տեսնում է կինը մահացած է բազմոցի վրա պարկած, ինքը գոռում է, ասում ինքը իր կնոջ ասում էր Փոլի, գոռում է Փոլի, մեկ էլ կինը հետ է գալի, ասում մենք Հիսուսի հետ շրջում էինք երկնքում, եւ քո ձայնը սենց ամփոփ դղրդում էր երկնքում, Հիսուսն ասեց գնա, տես, ինչ ասում, դուք պատկերացնում եք, ասում կլինի ես գնամ էլի, ուզում ես գնաս, ասում հա, ու շատ դետալի չեմ հիշում բառը, բայց պատմությունը այդպեսին է, ասում գնա, մահանում է, դուք հասկանում եք ինչ է կատարվում, մարդ, որը որ կարա աղաղակի, երկինքը դղրդա, կինը գասի մենք Հիսուսի հետ քայլում էինք, ու քո ձենը երկինքը դղրդացրեց, ու ասես գնա, կանչում է, գնա, դուք հասկանում եք սա ինչ աղոթքի մասին է խոսքը։ Այսեն աղոթքի մասին չի, որ դու կարող ես կանգնել 6 ժամ, սատանա քո բերդերը քանդում եմ, քո զորությունը քանդում եմ, էսի քանդում եմ, ելի քանդում եմ, աղոթքից ելում ես, ասում ես սուշնական մտեր, մի հատ կամ ծխեմ, քանդի, հետո մեկ էլ հարևանը ձենա տալի, աղջի Վարդուշ, մատաղ եմ արել, կգաս մի կտոր իրար հետ հաց ուտենք, գնում ես, ասում ես օրինած գինյա, չես ուզում խմես, ասում օրինած գինյա, ոնց կլի չխմեմ, մեկը դառնում 2, երկուսը դառնում 3, 3-ը դառնում 6, մեկ էլ ընդերից սենց ճոճվելով դուրս ես գալիս, բայց քիչ առաջ քանդում էիր, ջարդում էիր, փշրում էիր, ինչ եք մտածում այդ աղոթքը զորություն ունի, գիտեք այդ աղոթքը զորություն չունի, բայց այն աղոթները, որոնք որ իրականում հոգով լցված, Աստծո զորությունով դրսևորված աղոթում ես, իրականում էդի բանտի դռները շարժում է, գիտեք շատ անգամ մարդիկ էմոցիոնալ, տեսել եմ դեպքեր, որ գոռում են, մեկ անգամ գուցե ասել եմ դա մի երիտասարդական հավաքույթ էր ու մի տեղում էինք, որ երիտասարդների համար աղոթում են, մի երիտասարդի մոտ ակտիվացավ դև ու սկսեց ինչ ձեներ ասես հանել, ես մի անգամ ես գրկեցի այդ երիտասարդները վախեցան, ուզում եմ դուրս անել, որ դրսում աղոթեինք, որտեղ պատկերացնում է ինչ կարար կատարվեր ներսում, մեկ էլ մի երիտասարդ եկել է սենց ծերնքսս տնկելով գոռում է, Հիսուսի անունով դուրս ու գոռում է, ես այդ տղային ես բաց թողեցի, սենց արեց ու գնաց ես մի կիմ ինքը փախավ, բրնեց այդ տղային հանեց դոս աղոթում ենք, հետո ամեն ինչ հրաշալի ավարտվեց, հիմա այդ տղան եք ասում, այ բալամ, այդ բարձր գոռալուց չի վախենում, գիտես խուլ չի, ինքը լսում է, ինչքան ուզում ես բարձր գոռա, ասում այ բալամ խուլ չեմ լսում եմ, ուղղակի ասածիդ մեջ զորություն չկա, հրամայեցիդ մեջ զորություն չկա, ուր գնամ, գիտես այնքան կարևոր է, նայեք, եկեղեցին անդադար աղոթում էր եկեղեցին անդադար, Պետրոսը քնած էր 2 բանտարկյալը 2 զինվորի արանքում, կրկնակի շղթայով կապված, հրեշտակը հայտնվեց հել, գոտիդ կապի, հողաթափերը թաքի, հիշում եք դուրը ուր էր բացում,
Դուրուր էր բացում քաղաքի մեջ։ Երբ որ դու սկսում ես աղոթել, առաջի բանը, որ սկսում է դիմացինի կյանքում կատարվել, դա նա է, որ ինքը գալիս է ճշմարտության։ Գնացեք Եփեսացիներ խտերը տեսեք, խոսում է, որ ճշմարտության գոտու մասին է խոսում։ Մարդ առաջինը գալիս է ճշմարտության։ Երկրորդ բանը, ասում հողաթափերը թաքիր։ Հարցնում է քեզ ավետարանի պատրաստակամության զորությունը, եւ հետո դուրը բացվում է գիտես ուր, դեպի քաղաք։ Աղոթքի զորությունը։ Քեզ գուցե մեկ ասում է, հովիվ ջան, այս 5 տարի աղոթում եմ, քորում եմ, ծոմ եմ պահում, չգիտեմ ինչ եմ անում, փոխիր կյանքդ։ Փոխիր կյանքդ։ Գիտեք, ինչ եք մտածում, կրոնավոր մարդիկ ծոմ պահում են։ Այլ ո՞նց են պահում։ Կրոնավոր մարդիկ կարողանում են Աստվածաշունչը կարդալ, ո՞նց են կարդում։ Եվ Պողոս առաքյալը ասում է, գալու եմ տեսնեմ դրանց ոչ թե խոսքերի ճարտարությունը, այլ զորությունը։ Այլ զորությունը։ 2-3 շաբաթ առաջ էր ծառայողները տեղ էին գնացել։ Ու գիտեք, այդ տանը այնպիսի պատմություններ էին պատմում, մի անձնավորություն 3 ժամ, մենք այդրանց տան էին, 3 ժամ առաջ չափազանց, որտեղ 8-ին ընդեղ ենք ժամը 11-ից սկսել ենք իրանց համար աղոթել։ Գիտեք, մեկ այսպիսի ժպիտի միմիկա չկար իր դեմքին։ Ինքը պատմում էր, թե ինչպես են մահացած մարդկանց իրանց տան մեջ տեսնում, ինչպես են ոտնաձայներ լսում, ինչպես է այդ ամեն ինչը կատարվում իրանց տանը, ինչպես է իր երեխան ուզում իրան մոստից գցի, ինչպես է ուզում իր երեխան ինքնասպան լինի, ու բոլորը վախեցած էին։ Բարձրապես բոլորը վախեցած էին։ Ինչպես է իրանց մայրիկը հիասթափվել, խռովել Աստծուց։ Մենք լսում էինք, խոսում էինք, լսում էինք, խոսում էինք, լսում էինք, խոսում էինք, հերթը հասավ, գիտեք ինչին, աղոթքին։ Եկեք ձեր համար աղոթենք։ Բոլորը ընդունեցին Հիսուսին, ու մենք սկսեցինք իրենց համար աղոթել։ Հիշում եք Աստվածաշնչում մի տեղ կա գրված, ասում է, Տիրոջ ներկայությունը Տերը տեղ էր, իր ներկայության որ հրաշքներ աներ, բժշկեր։ Ու գիտեք իրականում Տերը տեղ էր։ Եվ մենք աղոթեցինք, իր երեխաների համար աղոթեցինք։ Իր գրքին փոքրիկ բալիկ կար, հենց մոտեցանք իր համար աղոթելու, որ ասում է, վայ, այդ երեխան սկսեց։ Խժալ, ճչալ։ Իշտ ամեն հետաքրքիրը։ Անցավ 15 օր։ Մենք նորից ենք այցելել, նույն ծառայողներով։ Այս անգամ պես մտել ենք ներս։ Այս կնոջ դեմքը այսպես պայծառացած, ժպիտը տեղը։ Առաջի բանը որ բզեց եղբոր ասաց ջոգում ես դու ժպտում ա։ 3 ժամ ոչ մի ժպիտ իր երեսին։ Արդեն ժպտում ա։ Ասում ա գիտեք մենք բաներ ունենք պատմելու։ Այն որ դու աղոթքից հետո չգիտես ինչ ես լսելու։ Եվ որ ես նայում եմ եղբոր ասում կասկեն մոտը տա։ Որ ես դնելու ենք 3 արկից տրնենք։ Երբեմն դες մտածում ես։ Ու մեկ էլ պատմում եմ, գիտեք, ու դուք պատկերացնում եք իր երեխան փոքրիկ, երևի 3-4 տարեկան կամ 5 չգիտեմ։ Անընդհատ իր պապային մահացած տան մեջ տեսնում է։ Ասում դա իր պապան չի, դա դևերն են։ Ասում գիտեք, երեխաս ոչ մեկի չի տեսնում տանը։ Ասում լուրջ եք ասում, ասում հա։ Ասում գիտեք, որ էլ ես այդ ոտնաձայները չեմ լսում։ Էսի չեմ անում, էնի չկա, էսի չկա։ Գիտեք, որ ես սկսել եմ Աստվածաշունչ կարդալ։ Մենք լսում ենք, նայում ենք իրար երես, ես ուր ենք եկել։ Ասում գիտեք, որ տղաս ասում էր, կլինի այդ մարդիկ նորից գան մեր տուն, ու իր տղան փոքր տղան 10 քանի տարեկան է սկզբից մինչև վերջ նստած էր, ինչ որ մենք խոսում էինք։ Այս լուրը հասել էր այն մյուս քրոջը։ Այս մյուս քուրը նստած այդ խեղճ աղջկա ծնոտը փոկվում էր։ Մենք խոսում էինք, ինք ասում ես ինչ եմ այդ կատարվում։ Ասում ձեր այդ լավ բան է կատարում, սա վերջում էլ կաղոթենք ձեր համար այլ լավ բան կկատարի։ Ուրեմն բոլորը սկսում էին պատմել։ Աստված ինչ արիր այս կյանքում։ Մաման ասում է ես խռոված էի, ձեր աղոթքից հետո
Սկսել եմ եկեղեցի հաճախել, ասում լավ է սարե, գնամ։ Եկել մի հատ ուրիշ մարդ է եկել։ Ասում միջև ամսինը կարող էլի գաք։ Ասում եմ, հա, вообще-то որ հաշվարկ ենք անում, հաջորդ 16-ին գալու ենք։ Ասում եմ կլի գաք մի հատ մեր տուն։ Ասում եմ մարդիկ պատմել են այդ աղոթքից հետո իրաց կյանքում ինչ է կատարվել։ Ասում եմ ես ոտս դնում եմ մեր տուն, զգում եմ որ ինչ-որ մի հատիկ բան կա, դեմ է գալիս ինձ։ Ու լավ չի լինում։ Ասում եմ պատրաստվեք ամսի 6-ին գալիս ենք։ Գիտեք ամենազորավորը որն է։ Երբ որ դու ուղղակի Աստծո ձեռքերի մեջ ես, ու աղոթները որ բարձրանում են վերև, ուղղակի չեն կպնում առաստաղին ու դնում գլխիդ։ Հետո սկսեցին նորից իրենց համար աղոթել։ Մենք աղջիկի համար աղոթում ենք, ես զգում եմ որ sense խլվտոց ընկելա մեջը։ Հետո իմանում եմ, որ ինքը գնացել է էքստրասենսի մոտ, ինքը ասել է դու նայելու շնոր ունես, կարող ես սկսես նայել։ Ասիակ ու կատաղացես ինչեր են անում սրանք։ Դադարեցիր աղոթք ասի, եթե մի խորհուրդ տամ, կարող եք վաղը գալ եկեղեցի։ Ասեք եք եկեղեցի ձեր համար աղոթենք, որովհետև այստեղ որ շարունակենք աղոթել, դու ձեր հարևանը ձեռս չընդպրծնի։ Աղոթքի զորությունը։ Ու գիտեք ամենհետաքրքիրը ո՞րն էր։ Երեք երեկոյան ես մեր պահեստիվատի տեղ էինք ամրացնում։ Մեկել օգնականս ասում է գալեմ են։ Ասում եմ ուր են գալում, ցածր եւ կան։ Ու գիտեք այդ մարդը հել եկել էր։ Եկել եմ որ իմ համար աղոթեք, ես ուզում եմ ազատագրվեմ։ Ու իրգուն այնքը զանգել է ու խոսում եմ օգնականի հետ։ Ասում է գիտես, այնքան լավ եմ, այնքան ուրախ եմ, ամեն բան փոխվել է, աղոթքի զորությունը, ինչ է այդ զորությունը, որ ասեք, տեսեք, ոչ, դա նրա համար է, որ գոտիդ կապես, հողաթափերը թաքնես, ու դուրը բացի ու մտնես քաղաք, այդ նրա համար չի, որ ամեն անգամ ասես գիտես, Հովիր ջան, ես աղոթում եմ, գիտեք մի հատ բան ասեմ, երբեք ծիրանի ծառը չի գոռում, ես ծիրան եմ, քանիստ եք տեսել, լսել եք նման բան, կամ եկը որ լսել է, կամ դուք որ նայում եք մեզ լսել եք երբևիցե, որ խաղողի վազը գոռա, ես խաղողի վազ եմ, բայց է որ ժամանակը գալիս է, Մեջորից ասեմ նաև մեզ լսում են Արագածավանում շատ համեղ ծիրանը լինում, սեզոնին կարող է գալ էստեղից վերցնել։ Գիտեք ինչ է հետաքրքիր։ Ծառից քաղում ես ու ինչ համով է։ Բայց ծիրանի ծառը չի գոռում, որ ինքը ծիրանի ծառ է։ Դու իր պտղից եւ իր համից հասկանում ես, որ ինքը ծիրանի ծառ է։ Ամեն։ Գիտես քո կյանքի պտուղներից այդ ամեն երևում է։ Ասելով չի, գոռալով չի, խառնվելով չի, եկեղեցին աղոթում էր։ Պետրոսն էլ հանգիստ քնած էր, 16 հոգին դեղ են կանած, երկու հոգի իրար կողքն էր, կրկնակի շղթաների մեջ էր։ Պլյուս նրան, ասում դրսում է լիքը մարդ կար, քան հոգի գրած չի։ Ու ասեմ իրականում բանտի դռները բավական հաստ դռներ են, չեմ ցանկանա որովհետեւ մեկ էլ այնտեղ լինեք, բավական հաստ դռներ են, եւ մի քանի փականեր կա վրան, մի հատիկ չի։ Ու պատկերացնում եք այդ դռները ինքն իրան բացվում է։ Երեք աղոթքի զորությունը կարողանում է կապանքներ քանդի եւ մարդիկ ազատվեն։ Երեք մարդ կար այստեղ 100 կիլոմետր ճանապարհ եկած մեկել են որ դուք իմ համար աղոթեք։ Իր մաման ասում է Հովիվ ջան, ինչ որ դուք եկաք մեր տուն գնացիք, ես դրանց դոս սկսել եմ Աստվածաշունչ կարդալ, ցաղորը եկել եմ լսում, ասում եմ եկեք ի՞նչ եք գնում։ Ասում եմ գալիս տեղ գանք, ասում եմ չէ գնացեք այնտեղ։
ասում ինչ եկաք մեր տուն գնացիք, մեր կյանքը փոխվել է, որտեղ գնացել ենք ընդհանրեն աղոթելու մարդկանց համար։ Գիտեք, սա գովազ չեմ անում ես։ Ես սա պարզապես ասում եմ այն փաստերը, երեք ովքեր որ կային աղոթքի, տեսել են այն մարդկանց։ Մարդիկ 100 կիլոմետր ճանապարհ են կտրել եկել, որպեսզի մենք իրենց համար աղոթենք։ Որպեսզի իրենց համար աղոթենք։ Որտեղ մարդը սխալ էր թույլ տվել, դեպի նորից բռնել էր իրան։ Եվ տանջում էր։ Մեզ անցած կիրակյուրվես գրում են ամեն իրի գուն արդեն բանա հայերեն չգիտեմ այդ հալուցինացիան որն է։ Այդպես տեսիլքներ ա տենում, ասում է իրան ուրախանալ, ծիծաղում է, ասում է լրիվ գնացել է ձեռից։ Բայց երեք գիտեք, ես իր համար աղոթում եմ ինքը երգում է քոնե ողջ փառքը։ Ես ասում եմ Միջև իր համար աղոթելը նստած տեղը հազիվ էր դիմանում։ Գիտեք, աղոթքի զորությունը կարող է կապանքները քանդել, աղոթքի զորությունը կարող է փակ դռները բացել։ Չկա այդպիսի մի դուռ, որ հեշտակ ասիկ դες կներես ուժս չի երիքում, էլ ես դուռը բացեմ։ Տենանք ինչ ենք անում, մենք գնամ խորհուրդ անեմ, հասկանամ ոնց ենք անում։ Գիտեք, բացում են ցանկացած դռներ։ Բայց ինչպիսի իրավիճակից հետո ասում է եկեղեցին անդադար աղոթքեր անում Աստծո նրա համար։ Ինչի եք 1 օր, 2 օր, 3 օր աղոթում։ Աղոթել եմ արդեն Հովիվ ջան։ Ասում ես իսկ հիմա աղոթում եմ։ Չէ, արդեն աղոթել եմ, հերիքա։ Ասում ես լուրջ ես ասում։ Հատին անգամ աղոթեցիք։ Բայց ասում անդադար էին աղոթում։ Մինչև որ Պետրոսը չհելներ։ Ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ Պետրոսին Աստված անում է, բայց այնտեղ երբ ոչ մեկը չի ասում հելել է Պետրոսը։ Իրանք շարունակում են աղոթել։ Երբ լեզնով աղոթում ենք լիրալաբաշ սինդարալաս դուրս Պետրոս բանտից դուրս։ Եկել Պետրոս ելնում է բանտից։ Ասերկու խոսքից ասում է դուրս է գալիս, գնում է Մարկոս Աստված Հովհաննեսի մոր Մարիամի տունը, ուր շատերը հավաքված աղոթք էին անում։ Մեր տան դրի դուրսը զարկում էր, Ռովդանով մի աղախին գնաց ականջ դնելու։ Պետրոսի ձայնը ճանաչեց։ Նայեք, ասում Պետրոսի ձայնը ճանաչեց։ Ու ուրախությունը դուրը չբացեց։ Գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ հաճախ դու աղոթում ես, քո աղոթքի պատասխանը լինում է ասում է չէ, համերի հետ ժամանակի չես, դու շարունակեմ աղոթել, քերաբաշե դարա, ասում է եկել եմ, ամա դες սպասի դրա ժամանակը չի, այնքան ես կենտրոնացած աղոթքիդ վրա, որ մոռանում ես իրական պատասխանը, ու տարված ես, ես, խոնար ծառատ, միայն կարողանում եմ աղոթել, բայց պատասխանը տեկել է, վերցրա, հետո մենք գիտենք, ասում է, հրեշտակ կլինի, այսինքն մարդիկ ավելի շատ հավատում են, որ հրեշտակ կարող է լինել, քան Պետրոսը։ Կամ դուք են մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, ինչի է ձեր աղոթքի կյանքը դադարում, ինչի է ձեր աղոթքի կյանքը իջնում, չէ որ Հիսուս ասեց այսպես 1 ժամ էլ չկարողացաք արթուն մնալ, գուցե մեկ ասի, Հովիվ ջան, ես 3 ժամ աղոթում եմ, լավ ես անում, 3 ժամ աղոթում ես ընտիրա, փառք Հիսուսին, իսկ գոտիդ կապած, թողաթափերը թակած, հանդերձդ վրատ քաղաքի մեջ ես, թե աղոթքից դուրս ես գալիս, մարդիդ կամ կնգատ կամ երեխուդ ասում ես հələ բեր, լավ աղոթել եմ, հələ բեր, են թթի արաղը բեր, տենանք ինչ ենք անում, կակրաս աղոթել եմ, սաղ հարցերը լուծել եմ, այդ երջան կներես արդեն սիրալի ժամն է ետամ, մի քիչ սպասես, եսեք ետամ սիրալս նայեմ կամ կաղոթեմ, հարց, ու դուք մտածում եք, որ դուք աղոթում եք, ասում անդադար աղոթում էին, և դռները բացվեցին, գիտեք ես մի ժամանակ խնդիր ունեի, հիմա կասես լրիվ խնդիրը վերացել է, առողջական խնդիր չէ, անձնական խնդիր է, ես աղոթում էի, ամեն անգամ թակում էի երկինքը, ու մեկ օր Տիրոջից խոսք եկավ,
Էլ չես տեսնելու դա։ Էլ չես տեսնելու դա։ Ու գիտեք ամենահետաքրքիրը որն էր, որ ես էլ չտեսա դա։ Գիտեք դուրը բացվեց, մարդը հայտնվեց քաղաքում։ Բանտից դուրս եկավ։ Գիտեք մի բան ասեմ, սատանան շատ ուզում ամեն մեկին կապի։ Գիտեք այդ ընտանիքը, այստեղ վկա ունը, որ իրականում ինչ որ պատմում ինքը ներկա էր։ Այդ ընտանիքը վախերով կապված էր։ Ամենահավորը գիտեք որն է, որ եկեք անձնավորության հետ խոսում են։ Ինքը պատմում է, որ իր մյուս քուրիկը ասում կոֆե բաժակ էր նայում։ Ասես ոնց։ Ասում հա։ Ասես մենք միտեղ ենք եղել, որտեղ որ դևը ինչքան հնարավորություն ունեցել է այդ մարդկանց, այսպես ասեմ, ասենց քամելա ու վախի մեջ պահելա։ Ասում ինձ կախարդը բան էր տվել, ասել էր էսի եթե հանկարծ քոմոդ չլինի, քո այդ վատ բան կպատահի։ Ասում եմ սունկեն, ես ես միշտ հետս գնում, ուր գնում եմ սունկեն հետս էր։ Ունեմ ասածին։ Բա մեկը չկար որ ես մարդու համար աղոթեր։ Ասում դրա համար եկի հասել ենք ստե որ մեր համար աղոթենք։ Աղոթքի զորությունը։ Գիտեք աղոթքի զորությունը դռներ է բացում։ Աղոթքի զորությունը կարողանում է ցանկացած շղթա արձակել։ Ես չեմ ուզենայի ասեմ ով գիտի ինչ բանա ձեռնաշղթա, երևի բոլորը տեսած կլինեք, առավելևս հիմա բարեկների մոտ բոլորի մոտ կա այդ ձեռնաշղթաները, բայց գիտեք իրանք բավական ամուր մետաղից են պատրաստված, ու երբ որ դու իրան ձգում ես ինքը հատուկ տենց է պատրաստիչ կամ իրան ձգում ես ինքան փակվում է, սեղմում է։ Ասես որտեղ ես գիտես, նախքին կյանքում գրել եմ դրա համար գիտեմ։ Հիմա նայեք, ինչ ամեն հետաքրքիրը, երկու անգամ, երկու ական շղթային դրել իր վրա։ Ես ուզում եմ իմանալ ասեմ այն մարդկանց, ովքեր դու մեզ կլսեն։ Գուցե սատանան ինձ կարողացել է կրկնակի շղթայով կոփել։ Բայց եթե մեկը կանգնու քեզ համար սկսի աղոթել, կարող են այդ շղթաները վայր ընկնել։ Ինչի ենք մենք մի ժամ աղոթելու փոխարեն 2 րոպե այնքան որ հելնում ենք, Հիսուս ջան, փառքեզ, մեկ էլ հեռախոսը կանչում է։ Լատենամի կա Instagram-ում։ Ու գնաց 4 ժամ Instagram-ում ես, 6 ժամ սոցցանցերում ես։ Ես նոր մի երիտասարդ ասում եմ, եթե դու ինչքան ժամանակ որ հեռախոսը քո ձեռին, այդքան ժամանակ աստվածաշունչը քո ձեռին լներ, երևակայ դու չեմ կարող ասել ինչպեսի զորավոր ու իմաստուն մարդ կդառնայիր։ Ժամանակն է որ շղթաները վայր ընկնեն։ Ժամանակն է որ աղոթքի կյանքը բարձրանա։ Ժամանակն է որ սկսես իրական հաղորդակցություն։ Իսկ հիմա գիտեք ինչ անում դեպը, ամեն ինչ անում է որ քո աղոթքի կյանքը իշնի։ Ամեն ինչ անում է որ քո շփումը իշնի։ Ամեն ինչ անում է որպեսզի դու ժամանակ չունենաս։ Ամեն ինչի համար մարդիկ ժամանակ ունեն, բայց աղոթքի ժամանակ չունեն։ Տիրոջ հետ հաղորդակցվելու ժամանակ չունեն։ Առավոտ հերամ, հացս կերամ, աղոթքս արիմ, գիրքս կարդացիմ ու գնացիմ, ասում հետո դե շարունակ։ Ասում ես ֆիթնես կլուբ չես գնում, հետո մարզասարքերից օգտվում ես։ Գիտեք ժամանակ է լինում, որ ինձ հետաքրքիր չի լինում անգամ թե մարդիկ ինչ են մտածում, երբ որ ներկայությունը գալիս է։ Գիտեք երեկոյան այնպեսի ներկայություն կար այստեղ։ Գիտեք ես չեք կարողանում այս կառավարը մի հատված կանգնելի, այնպես ներկայություն կար հազիվ ոտի վրա կանգնել։ Որ մեկ ասում է, բայց ինչի՞ ես այդ ներկայությունը չի զգում, որտեղ զբաղված էր շատախոսելով կամ չգիտեմ, ինչ որ մի ուրիշ բանով։ Հəl տենամ այն մեկն ինչ եղավ, հա ով են մեկի համար աղոթում, հəl տենամ ինչ ա լինում, որտեղ դու իր ներկայության մեջ չէիր։ Դու զբաղված էր ուրիշ բաներով։ Այլ եթե ես Տեր, դու ստեղ ես ու ես չեմ վայելում դա։ Ո՞նց կլինի տենց։ Եվ որ այդ ամենը դադարեցնել ու մտնել իր ներկայության մեջ։ Գիտեք, հյուրեր ունենք ասում, ոտներս դրինք դալի չհասկացանք, որ ներկայություն կա այստեղ։
Երբ որ վերջում իրանց համարել են աղոթում, ցած հոնգուր գնում էր աշտերներից։ Գիտեք, աղոթքի զորությունը։ Թեսաղոնիկեցի 5:17-ում հետաքրքիր մի բան կա գրված։ Անդադար աղոթք արեք։ Գոհություն մատուցեք։ Գիտեք, շատ անգամ լինում է, որ ես մեքենայով գնում եմ Երևան, Հայաստան մասերի կամ տեղ եմ գնում, ու եթե ես մենակ եմ լինում, իմ ռադիոն թունիչը հայերեն մագնիտոֆոն ենք ասում, չէ՞։ Այդ մագնիտոֆոնը հումորով է, հայերեն մագնիտոֆոն չի։ Ես ցածրացնում եմ իր ձայնը, ստում լեզներով աղոթել։ Աղոթել, որտեղ դու այդ բանը չգիտես ինչ ես աղոթում, չգիտես ում համար ես աղոթում, չգիտես ինչեր ես քանդում, չգիտես ինչեր ես կառուցում, որտեղ դու վստահում ես, դու պարզապես վստահում ես Տիրոջը։ Գիտեք, սատանայի ամբողջ նպատակը սա է, որ քո կյանքից դուրս բերի աղոթքը։ Գիտես, դու կարող ես ամեն եկեղեցական հավաքույթին լինել եկեղեցում։ Կարող ես ցանկացած միջոցառմանը տեղում լինել։ Բայց հենց գնում ես տուն, մեկ-մեկ մեր ծառայողներ, երեխաներ ասում են հովվական շորերը անեց, հակավ ռաբոչի շորերը։ Հենց գնում ես տուն, այդ եկեղեցական շորերը տանում, կախում ես, հագնում ես, սկսում ես այնպիսի վատ բառեր օգտագործել, հայ անկախառը անեծքներով ու չգիտեմ ինչերով ասում ես, բայց իմ կյանքը չի փոխվում։ Նոր եմ եկել եկեղեցուց, ու դու ավելի շատ պատուհաս ես դառնում ուրիշների համար։ Լցվեք Աստծով։ Գիտեք, իրականում սատանան լավ գիտի ջերմեռանդ աղոթների զորությունը։ Ինքը լավ գիտի ջերմեռանդ աղոթ, ոչ թե գոռալու, այլ ջերմեռանդ աղոթների զորությունը։ Գիտեք, իմ ով ինձ սովորեցրել է երբեք, երբ որ մարդկանց համար աղոթում եմ ազատագրվելու համար, երբեք չգոռալ, երբեմն որ գուցե ինչ որ իրավիճակից ձենս բարձրանում, բայց երբեք ես չեմ գոռում մարդկանց վրա։ Գիտեք ինչի, որովհետև սատանան խուլ չի, լավ է լսում է։ Բայց գիտեք ինքը ինչ է ուզում տեսնի, զորություն։ Քո խոսքի մեջ զորություն ուզում տեսնի։ Իսկ այդ զորությունը գիտեք երբ է գալի, երբ որ դու լիցքավորվում ես Աստծով։ Երբ որ դու լիցքավորվում ես Աստծով։ Հիմա կասես, Բողոք ջան, 3 ժամ աղոթում եմ, ինչու եմ լիցքավորվում, չգիտեմ։ Եթե 3 ժամ լիցքավորվես, ես մտածում եմ, Արագածավանը քիչ կլինի։ Թալինով, Արտենիով, Գետապով կարդացեք Սուրբ Գիրքը։ Եղային հանես կերակուր տվեց 40 օր ու գիշեր գնաց։ Առանց քնելու, առանց հանգստանալու, առանց ծարավելու, առանց սովելու։ Դե երբեմն ես հանդիպում եմ մարդկանց, որ ինձ եմ հոգնել։ Ես ասում Տեր, ես աշկից գիտես քիչ եմ հոգնում, որտեղ անընդհատ քո հետ եմ։ Գիտես այնքան կարևոր որ դու անընդհատ իր հետ ես։ Գիտեք մեկ անգամ դա շատ վաղուց էր։ Մի բան էի կարդում, որ որոշ գիտնականներ, ասես շատ դետալի չեմ հիշում, կամ այն մարդիկ ովքեր մեզ կլսեք, հետո քանի որ շատ դետալի չեմ հիշում, չքարկոցեք։ Ասում եմ մի արդարի աղոթքը 3-4 այդ բաներ հերոստակայաները որ կան մենք կարող ենք մեծ նկար ունենալ հա քնել են պոստեն երեխեքը գիտեք Աստան կինո այդպես է Ռուսաստանի այդ մեծ հզոր կայանը որը որ հերարցակում ալիքներ ես չգիտեմ քանի սենց հազարավոր կիլոմետր շարավիղներով ինքը վերցնում է Եվ այդ մարդիկ ասում են մի արդարի աղոթքը նման է 4-ից 5 նման հզոր կայանի, որը որ այդպիսի զորություն ունի, որը որ արձակվում է։ Հիմա նայեք, տեսեք սա տարբեր երկրների բաշնյաներ են։ Գիտեք, սա մեր երկրի հերոստակայանն է, այն մյուսների մասին չեմ ուզում հիմա շատ խոսեմ, սա մեր կայանն է։ Գիտեք, ամբողջ Հայաստանի տարածքով մեկ, ամբողջ Հայաստանի տարածքով մեկ ինքը իր ալիքը հերարցակում է։ Այստեղ Երևանում այս բաշնյան ինքը հերարցակում է մինչև Ամասիա, ամենատերը, Մեղրին, ամենածերը, բոլոր տեղերը որսում են այդ ալիքները։ Բայց գիտեք, եւ մի հատ ուրիշ բան էլ կա, մյուս նկարը կարող եք ցույց տալ։ Սա Փարոսը, չէ, ինչ չէ։ Այսա Փարոսը, որը որ հիմնականում դրվում է ծովափնյա տարածքների վրա,
Եվ այնտեղ լույսը պտտվում, որպեսզի նավերը տեսնեն, ինչքան են իրանք մոտենում ափին։ Երկու բան եմ ուզում քո մեջ արտնասնեմ։ Տեսնում եք այս նկարը։ Սա դու ես, սա քո լույսն է։ Քո լույսը մարդկանց ցույց է տալիս ուր գան, բայց քո աղոթքը ուղարկում է, զորություն է արձակում։ Քո լույսը մարդուն կանչում է, իսկ աղոթքի զորությունը իրան արձակում է։ Հիմա դու ես որոշում ոնց անես։ Լծվես Աստծո հետ, ձուլվես Աստծո հետ, մտնես աղոթքի կյանքի մեջ։ Հովիվ ջան, Facebook-ում ով այդքան ժամանակ անցկացնի։ Ես միշտ ասում եմ, քրիստոնյաները կամ դուք որ մեզ կլսեք, ինչքան ժամանակ որ դուք անցկացնում եք սոցցանցերում, եթե այդքան ժամանակ անցկացնեք Սուրբ գրքի եւ Աստծո հետ հաղորդակցության, գիտեք, եթե չեմ սխալվում, որ մեկ աշողն ասում, ինքդ կրակ, հակացդ կրակ, ես քո դարդին ոնց հասատնովան, ոնց դիմանամ։ Գիտես, եթե դու այդքան ժամանակ իրականում լինես աղոթքի ու խոսքի մեջ, Տիրոջ հետ հաղորդակցության մեջ, ինչքան ժամանակ որ դու սոցցանցերում ուղղակի թրև ես գալիս, չես ավետարանում, չես գրում, մարդկանց չես քարոզում, պրոստը թրև ես գալի։ Նայում ես ով ինչ ակավ, ով ինչ նկար դրեց, ում լայք ես, ում չլայք ես, արդեն մի քիչ երեխեքի լեզվով եմ խոսում, ով դիզլայք դնես նրան, չգիտեմ ինչ։ Այդ ժամանակը եթե անցկացնես ավետարանի ու աղոթքի մեջ, հավատացեք դառնալու ես ինքդ կրակ, հակացդ կրակ։ Ու սատանան ասում է, ես քո դարդին ոնց դիմանամ։ Ուր գնում ես տանջում ես ինձ, ուր գնում ես վառում ես, ուր գնում ես իմ գործերը քանդում ես, ուր գնում ես բանդից մարդկանց հանում ես, ուր գնում ես շղթաները վայր են ընկնում, ուր գնում ես ինչքան որ դուռ եմ, կախարդ եմ, կալ ու կապ եմ արել, չգիտեմ ինչ եմ արել, դռները բացվում են։ Որովհետև դու կրակ ես, հակացդ էլ կրակա։ Սատանան քո դարդին ոնց դիմանա։ Բայց ճիշտ հակառակն է լինում, գիտեք շատ անգամ։ Կարող ես 6 ժամ հեռուստացույցի առաջ բազմոցի վրա վայելել, բայց հենց Սուրբ Գիրքը վերցնում ես ձեռդ, մեկ էլ աշկերտդ փակվում է։ Էս ինչ օրհնված գիրք է, հենց վերցնում եմ քննեմ։ Հովիվ ջան, քունս չէր տանում, չէի կարող գիշերները քնեի։ Հենց բարձից տակից հանում եմ Աստվածաշունչ ուզում եմ։ Կարդամ թե չէ, այնենց անուշ եմ քնում։ Գիտեք, աղոթքի զորությունը։ Հիմա նայեք։ Սա մի փարոսա, որը որ ցույց է տալի ծովի վրայի նավերին, որտեղ է ինքը, որտեղ է ափը։ Դու փարոս ես, կամ դու որ մեզ կլսես, դու կարող ես քո լույսը, չէ որ Աստծո խոսքը ասում է ոչ մեկ լույսը չի վառում ու դնում գրվանի տակ, այլ կախում է ճրակակալին, որ լույս տա։ Գիտես, որ դու ես լույսն ես, դու մարդկանց ցույց ես տալի լույսի տեղը։ Բայց երբ որ դու այն մյուս բաշնյան ես, որը որ արձակում է, դու սկսում ես աղոթել այդ մարդկանց համար եւ արձակել Աստծո զորությունը եւ կյանքեր են փոխվում դրա հաշվին։ Բանտի դռներ են բացվում։ Ու հետո որ տեսնում ես այդ մարդիկ փրկվում են, ասում ես, «Յո, ես իրոք այդպես եղավ»։ Սա այնքան կարևոր է, որ դու հասկանաս, որ սատանան քեզ ուզում է ուշադրությունը չեղի ուրիշ բաների վրա, որպեսզի չունենաս դու այն զորավոր աղոթքի կյանքը, որից որ ինքը սարսափում է։ Որտեղ դու ինչքան մտնում ես Տիրոջ հետ հաղորդակցության մեջ, ինչքան ձուլվում ես Աստծուն, քո կյանքում լցվում է իր զորության ներկայությունը, եւ գիտես, երբ որ դու կանգնած սկսում ես աղոթել, սարերը սկսում են շարժվել։ Դեք այնքան մարդիկ են եկել այստեղ ու երբ որ մենք աղոթել ենք իրանց համար, իրանք գնում են սկսում են պատմել, Աստված ինչ արի իրանց կյանքում, ոնց է ալնում, ինչ ալնում։ Այս վերջերս հանդիպել եմ մի միսիոների հետ, ասում եմ, լսի, ում թիմը որ եկել էր ձեր մոտ, ասում է, պատմում, ասում եմ, ինչ պատմում այդքան։ Բայց գիտեք ես ինչ եմ հասկացել, որ երբ որ Տերը գալիս է, մարդիկ այնքան պատմելու բան ունեն,
որտեղ ինքան սահմանը։ Բայց երբ որ Տերը չկա, մարդիկ պատմելու բան չունեն։ Փարոսը կանչում է, հերոստակայանը ցրում է, զորություն ես արձակում, որտեղ դու լցված ես Աստծով։ Ամեն։ Եվ որ դու կանգնում ես, ձեռքերդ բարձրացնում ես, դևեր ասում են, ես ինչ ա գալու մեր գլխին։ Թա լավ խոսա, ասա մեկը խոսալու հոգնելու գնա, ելիս սկսիրա մեղավոր կյանքը։ Չէ՞ որ Աստծո խոսքը ասում է։ Իհարկե դա տղամարդկաց մասին է խոսում, բայց ես կասեմ, որ նաև դա կարող են քույրիկներ իրանց հետ վերագրել։ Ասում եմ, թող ամենտեղ տղամարդիկ սուր ձեռքեր բարձրացնեն աղոթքի։ Եթե առավոտը էսնի ձեռը, ես չկան նկատել եմ, տղամարդիկ հիմնականում ձախ ձեռքով են սիգարետը բռնում։ Եթե առավոտը այս ձեռքը սիգարետա բռնե, այս ձեռքն էլ օղու բաժակա բռնե, իրիգունը էդի ձեռքեր դի բարձանա վերև։ Կարող եք ասել, իրիգունը ինչ ձեռքեր պետք է բարձանա վերև։ Բայց առավոտը ձեռքերը սուրբ չէին։ Գիտեք ամենհետաքրքիրը որն է, որ հաճախ նույնը քույրերը չեն հասկանում, որ առավոտ են ինչ որ անում են, այդ շուրթերը որ երեխուն թաղում ու հանում են ու չգիտեմ ամենավատ բառեր ասում են ու հարևանին սրան նրան իրիգունը այդ շուրթերը չեն կարող ասեն, հայր թող Հիսուսի անունով այս բանը իմ կյանքում կատարվի կամ նրա կյանքում կատարվի, որ հեշտակը գնասի, հել տղա, այս ժողովուրդը այնքան են աղոթում, չեմ կարող դիմանամ։ Հել գնամ տանեմ քեզ հասցնեմ իրանց հանգիստ թողեն այդ համտուն։ Մի քիչ բառերով եմ ասում։ Վերես գիտես Պետրոսին հմել չեն հավատում։ Համարդ ասում են, հնարավոր չի դա հեշտակն է։ Դուք պատկերացնում եք, մարդիկ կարող են հավատային, որ հեշտակը կլինի, բայց չէին հավատում, որ Հիսուսը կլինի։ Ներողություն Պետրոսը կլինի։ Քեզանից է կախված։ Ուզես լսվել Աստծով, քո որոշումներից է կախված։ Արդյոք քո աղոթքի կյանքը իրականում կփոխվի ու քո աղոթքը զորություն կարձակի, թե ուղղակի կասես դե հովիվ ջան լավ էլի հազիվ յոլա է մեթեմ էլի։ Դե յոլան ուր են հասնելու չգիտեմ։ Եվ վերջի տեղը, որ ուզում եմ կարդալ, դա Հուդայի թղթերում է գրած։ Հուդան են Հուդան չի, որ մատնեց Հիսուսին։ Հուդայի ընդամենը մի գլուխը հայտնությունից առաջը 1:20 Բայց դուք սիրելիներ ձեր անձերը շինեք ձեր ամենասուրբ հավատքի վրա եւ Սուրբ Հոգով աղոթեք։ Դե հաջորդ կիրակի Պենտեկոստե ենք տոնելու։ Սուրբ Հոգով աղոթեք։ Ինչքանով ես աղոթում լեզներով, ինչքանով ես Սուրբ Հոգով աղոթում։ Հովիվ ջան 6 ժամ աղոթում եմ, 3 ժամ աղոթում եմ, 1 ժամ աղոթում եմ։ Ում ես աղոթում։ Դե աղոթում եմ էլի։ Գիտես, երբ որ գալիս իր ներկայությունը, դու գիտես ում ես աղոթում։ Ու գիտեք, ես շատ անգամ մարդիկ ինչ հետաքրքիր բաներ են երբեմն գալի պատմում։ Ես նայում զարմանում եմ։ Ես վերջերս մի քանի անգամ արդեն լսել եմ այդ դեպքը, որ մարդիկ իրենց տները լույս են տեսնում։ Ու ես լսում եմ, ասում եմ պես մի լույս էր, ասում եմ լավ, հետո, անեն զորություն կար, հետո, ճանս դողեր են գետ հողում է, հետո ոչ մի բան։ Ես նա ասում եմ, ինչպես են կազակները ֆուտբոլ խաղում, ստեղ մի սերունդ կան, ստեղ որ սաղը տեսած կլնեք, և որ սենց քաջալ գղտերես են եկել հարցականի նշանելում, չի, ասում ես հետո, թե հետո ոչ մի բան, մարդու կյանքում ոչ մի բան չի փոխվում, գիտեք ես չեմ հավատում, որ մարդը պետք է քննի լույսով էր, չի կարող տիրոջ զորությունը գա միտեղ, տիրոջ լույսը գա միտեղ, տիրոջ հրեշտակը գա միտեղ, տիրոջ հետ հանդիպում ունենա մեկը, ու իր կյանքում ոչինչ չփոխվի, որոշումներ չփոխվեն, իրավիճակներ չփոխվի, դա անհնարին բան է։ Ամբողջ Աստվածաշունչը կարդացեք, որտեղ Տերը հանդիպում է,
իրավիճակը փոխվում է։ Սկսեք Մովսեսից։ Ասես Մովսես հանի կոշիկները։ Սուրբ է այստեղը։ Ասես դու պետք է գնաս Եգիպտոսից, գնամ։ Հայտնության գրքում ասում է Տիրոջ ներկայություն մեռածի պես ընկա։ Մայրամին եկավ, ասաց ով շնորհակալ կույս։ Գիտեք չկա մի տեղ։ Նույնը Դանիելի գրքում, նույնը մարգարեների մեջ, նույնը բոլոր տեղերում։ Հնարավոր չի որ երբ որ Տերը գա։ Պարզապես։ Մեկ ասում է, մեկը սպիտակ էս վերջերս արդեն այնքան ենք սենց բանել որ չգիտեմ որտեղ որևէ։ Սպիտակ մորուքով մարդ եկե։ Ասում հետո եղբայրը ծաղում է հետս էլ, ասում եմ հետո ու իրանք այդ բոլոր սպիտակ մորուքավոր մարդկանց իրանք մտածում են որ դա Հիսուսն է։ Ասում են լսեք Աստվածաշունչը ասում է սատանան լուսո հրեշտակի կերպարանք կարող է ընդունել միջև անգամ ասում է որ ընտրյալներին կարող է մոլորեցնել։ Ես միշտ ասում եմ հենց սպիտակ շորերով մորուքով մարդ եք տեսնում առաջինը նայեք իր աչքերին, երկրորդը նայեք իր ձեռքերին։ Եթե աչքերը չի երևում, ձեռքերը չի երևում, լավ կնել չտենակ։ Լավ կնել չտենակ։ Որովհետև սատանան չի կարող կրկնօրինակել Հիսուսին վերքերը։ Սատանան չի կարող կրկնօրինակել Տիրոջ աչքերը։ Կարդացեք Հայտնության գիրքը կտեսնեք Տիրոջ նկարագիրը։ Դերը չի կարա այդպիսի քաղցր, սիրո, ջերմ աշկեր ունենա։ Եվ որ դու նայում ես դևի աշկերին, տենում ես կուլ գնացած։ Գիտեք, եւ որ դու իրականում եւ որ աղոթում ես ու տեսնում ես դևը որ ակտիվանում է մարդու աշկերին նայում ես, ասես քիչոմոնում ասում կսպոնեմ աշկերի մեջից։ Բայց նայում ես մարդկանց ովքեր լցված են Սուրբ Հոգով, կյանք կա, կյանք։ Աղոթքի զորությունը դες կարող է փոխել կյանքեր, կարող է բացել բանտի դռներ, կարող է շղթաները վայր գցել, կարող է կապանքների մեջից մարդկանց հանել ու դուրս բերել, եւ դու ես որոշում ունենաս այդ աղոթքի կյանքը թե չէ։ Իսկ անդադար աղոթեք։ Հովիվ ջան, հենց աղոթում եմ գլուխս ցավում է, ուրեմն մի բան այն չի։ Ուրեմն մի բան այն չի, ուրեմն կարիք ունես իրականում ազատվելու, որտեղ Տիրոջ ներկայությունից երբեք գլուխ չի ցավում։ Կարող է ծնկներ ցավան։ Կարող է երես մերես փոշոտվի։ Բերենքսի վայր Տիրոջ առաջ երկրպագելուց։ Բայց գլուխ չի ցավա։ Հենց ասում եմ Հիսուս գլխացավս բռնում է։ Բա ո՞նց կարա չբռնի։ Որտեղ գլխի մեջ այնքան ով ասես կա, որ հենց Հիսուսի անունով տալիս ես, այն տեսել եք այն հիմնականում սա քարոզից դուրս է, մեծ դալիճներում կամ մեծ ժողովների ժամանակ, երբ որ պանիկա է սկսվում, կամ հրդեհ լինում կամ մի բան, ավելի շատ մարդիկ ոչ թե մահանում են այդ ծխից կամ կրակից, այլ այդ ոտնատակ մնացած վիճակից, ոչ ճիշտ տարհանված վիճակից։ Հենց Հիսուսի անունով տալիս ես, ստեղ ինչ կա չկա, սկսում են վազել, ամեն մեկը մեկին տրորում են, մեկը մեկին է տրորում, եւ գլուխը ցավա վեշ կանի։ Բայց երբ որ ստեղ Տիրոջ թակավորությունն է, ու ցավում է, հենց Հիսուսի անունով տալիս ես, ցավը գնում է։ Որտեւ ամազորությունը մեծ է։ Ամեն։ Դուք այս ամենը երբ որ սկսեք հասկանալ, կհետևեք ձեր աղոթքի կյանքին։ Կհետևեք ձեր աղոթքի կյանքին։ Ես շատ տարիներ առաջ էր կարդում էի մի անձնավորության գիրքը, դա այն ժամանակ դա 90-ականներին կոչվում էր 20-րդ դարի առաքյալ, այդպես էին ասում այդ անձնավորությանը, հնդիկ երինք եւ կոչվում էր այդ գիրքը, հենց գրքի վրա գրված էր Սատու Սունդար-Սինգ։ Եվ գիտեք այդ գրքում ես մի բան էի կարդում։ Այդ անձնավորությունը ասում է աղոթք, աղոթք, դարձյալ աղոթք, ամեն ինչի որ ասա աղոթքով ասա։ Սելի եկեղեցիկ ամեն մարդիկ ովքեր մեզ կլսեք, ինչի է ձեր աղոթքի կյանքը թուլանում, ինչի է ձեր աղոթքի կյանքը սառում, ինչի եք դուք մեկուսանում, որովհետև դուք թույլ եք տալիս մեկին, որ գա ձեր կյանք, եւ որ ինքը գալիս է ձեր կյանք, սկսում է ձեզ ինչ անել,
խեղդել, դադարեցնել ձեր աղոթքի կյանքը։ Որտեղ որ դուք աղոթքի զորովորսս կանգնած եք, դուք վտանգ եք դժոխքի համար։ Իսկ այդ իրան ձեռ չի տալի։ Մեր ճշնամին հիմա ոնց է ամեն կերպ հանգարց իրանք ճուժեղանան, հենց մի տեղից մեր երկիրը զենք առնում, վայնասուները կապում են։ Հա, զենք են առնում, հա, տեսեք, իրանք զենք են առնում։ Ինչի է վախենում։ Ինչ է ուզում, որ մենք թույլ մնանք, որ ինքը կարողանա միշտ ընդեղից մատը թափ տալու հոխորտալ, մենք չկարողանանք ոչինչ ասել, բայց իրականում մեզ կարիք կա միաբանվելու, ուժեղ լինելու, որ ամեն մեկը մեզ վրա մատ թափ չտա։ Իսկ դա լինում է, որ մենք մեր ազգովի միաբանենք ու Աստծո մեջ ենք։ Այդ դեպքում մենք ուժեղ ենք։ Իսկ այսպեսի մի բան կա, բաժանել որ տիրես։ Եթե ամեն մեկը բաժանված է, ոչ մի բան չի լինում։ Ամեն։ Այնպես որ կուզենամ մտածես։ Մտածիր։ Որ գնաս տուն մի հատ նորից այս տեղը կարդա։ Ու սկսի մտածել։ Քո աղոթները, որ բարձրացնում ես ինչպիսին են։ Քո աղոթները նվնվիկ են։ Քո աղոթները իրականում զորավոր են։ Թե ամեն անգամ աղոթում ես Տերների։ Մապաշխարի։ Երեք մի անձնավորություն կար, ասում է, հեսա նա ես ու բացել եմ ու իր հեռախոսի մեջ բոլորը MBC դատապարտող աղոթքներ են։ Ասում եմ, հենց ես ամենը լսում եմ մեքենայից մեջ, արդեն վախենում եմ, ուզում եմ լացեմ։ Ասում եմ, որովհետև ամեն ժամանակ դատապարտության աղոթքներ ես լսում։ Հիսուսը քեզ ներել է, Հիսուսը քեզ մաքրել է, սկսի փառաբանել իրան, սկսի երկրպագել իրեն ու մեղքից հեռու մնա։ Այդ դեպքում կյանքդ կփոխվի։ Որովհետև սատանայի ամբողջ նպատակը սա է, քեզ միշտ դատապարտության մեջ պահի, որպեսզի քո շուրթերի զորությունը չարձակվի երկինք։ Ամեն։ Այնպես որ զորացեք Աստծով, իր զորության կարողությունով եւ մտածեք, դուք երկու տարբերակ եք, կամ կարող եք լինել հեռուստակայան, բաշնյա, որը որ զորավոր աղոթներ արձակում, ձեր բարեկամների համար, ձեր տարածքի համար, ձեր ընկերների համար, եւ մյուսը կարող է լինել փարոս, որ ձեր լույսից մարդիկ գալիս են դեպի ձեզ, որպեսզի դուք իրենց լուսավորեք Քրիստոսի լույսով։ Ամեն։ Ամեն։